Ողջույն, ես Ծովինարն եմ, ժամանակակից թվահոգեբան։ Ինչպես եւ սիրելի հետևորդներ, ես ձեզ խոստացա, ինչպես ես ձեզ խոստացել էի, ովքեր ծնվել են 3-12 եւ ուրեմն մի վարքան սիրելի հետևորդներ, զանգում են եւ այսպես ովքեր որ ծնվել են 3, 12 եւ 30 թվանշանի ներքո, ես այսօր մի փոքր խոսեմ ձեր գիտակցականի հետ կապված հարցերից, որպեսզի դուք եւ ձեր ֆինանսային հաջողության հետ կապված, դուք հասկանաք, թե գիտակցականը դա այն մասին է խոսում, թե դուք այն ինչ դուք միգուցե գիտակցում եք, ձեր գործողությունները կատարում եք եւ այլն, ինչպես դուք պետք է այս թվանշանը, դա ովքեր որ ծնվել են, կապ չունի որ ամսվա, կոնկրետ թվերն են 3, 12 եւ ուրեմն 30 թվանշանի ներքո։ Մի փոքր խոսենք ձեր գիտակցականից, Ընդհանրապես թվագիտության մեջ մարդու գիտակցական թիվը ցույց է տալիս նրա մտածողության ոճը, արտաքին աշխարհի մոտեցման ձևը եւ այն, թե ինչպես է նա արտահայտում իրեն։ Ընդհանրապես գիտակցական թիվը դա հաշվարկվում է ծննդյան օրվա թվից, Հիմա այստեղ պետք է մենք անդրադառնանք կոնկրետ ձեր ծննդյան օրերին, ովքեր որ ծնվել են կապ չունի, որ ամսի 3-ին, 12-ին եւ 30 թվերին։ Ընդհանրապես ովքեր ծնվել են 3 թվանշանի ներքո, կապ չունի թե դա որ ամսին եք դուք ծնվել, դա Յուպիտերի ազդեցությունն է, ձեր թվանշանը հենց այդ վեդայական ուժեն թվագիտության մեջ 3-ը դա հենց մոլորակը Յուպիտերն է, ինչը ձեզ կարող է բերել օպտիմիզմ, արտահայտելու դիրք եւ ստեղծագործականություն։ Կներեք։ Ընդհանրապես այս մարդիկ ունեն հումորի զգացում, լավ հաղորդակցվում են մարդկանց հետ եւ շատ հեշտությամբ դուք կարողանում եք ոգեշնչել ուրիշներին։ Իսկ գիտակցական մակարդակում դուք շատ աշխույժ կարող եք լինել եւ ընկերասեր լինել եւ ինչու՞ չէ, լինեք բավականին ստեղծագործական։ Ձեր բնութագիրն այն է, որ դուք կարող եք լինել բավական խելացի, կենսուրախ, հումորով, Կարող եք բավականին հեշտությամբ կենտրոնանալ տարբեր խնդիրների վրա, երբեմն նաև կարող եք լինել ցվժված, շատ գաղափարների միգուցե առկայության պատճառով։ Իսկ ովքեր որ ծնվել են կապ չունի որ ամսի 12-ին, մենք այստեղ 3 էներգիա ունենք, դա արևն է, լուսինն է եւ Յուպիտերը, այսինքն մեկը դա արևն է, երկուսը ձեր լուսինն է եւ 3-ը, մեկին գումարում ենք 2, ստանում 3 Յուպիտեր։ Այս թիվը բարդ թրթիռ է, քանի որ այն կարող է ներառել հենց առաջին թվանշանի հետ մեկ թվանշանի, որը կարող է լինել ձեր առաջնորդի էներգիան եւ երկուսի համագործակցության բնույթը։ Այսինքն վերջնարդյունքում այն տանում է ձեզ դեպի 3, մեկին գումարում ենք 2, անում է 3, ստեղծագործ էներգիան ձեր։ Ընդհանրապես այս մարդիկ ունեն ուժեղ անձնական կամք, բայց նաև զգայուն են ուրիշների զգացմունքների նկատմամբ։ Դուք կարող եք գիտակցական մակարդակում բավականին հավասարակշռեք ձեզ եւ առաջնորդական բնավորությունը ձեր կարեկցանքի ունակությունն է եւ այլն։ Իսկ ինչպեսի բնութագիր խարակտերիստիկա ես կարող եմ ձեզ տալ, այստեղ բնական առաջնորդներ կարող եք լինել բավականին ստեղծագործ, մտածողությամբ։ Կարող եք լինել ինչպես անկախ, այնպես էլ կարող եք ուրեմն համագործակցել։ Երբեմն կարող եք հակված լինել ընկնել ներքին հակասությունների մեջ, առաջնորդելու եւ հետևելու միջև ընտրություն կատարելիս։
Ովքեր ծնվել են 30 թվականին ներկոսը բավականին մաքուր էներգիա է, այսինքն 3 եւ կողքը չմոռանանք 0-ն է։ 3-ին գումարում ենք 0, ինչ ենք ստանում 0։ Այստեղ ներողություն 3։ Այստեղ ձեր թիվը 30-ը կրում է բավականին մաքուր 3-ի էներգիան 0-ի հենց մագնիսական ազդեցությամբ, որովհետև սա ուժեղացված է։ Այս մարդիկ, ովքեր ծնվել են կապ չունի որ ամսվա 30 թվանշանի ներքո, սովորաբար ունեն մեծ ներքին ուժ եւ բարձր ստեղծագործականություն։ Գիտակցական մակարդակում դուք շատ բաց կարող եք լինել, արտահայտիչ եւ բավականին խարիզմատիկ մարդիկ եք։ Բնավորությունը ձեր կարող եմ այսպես նկարագրել, որ դուք կարող եք շատ ուժեղ ազդեցություն թողնել ձեր շրջապատի վրա։ Ստեղծագործեք, խոսքի վարպետ եք, հաճախ կարող եք ունենալ բավականին ուժեղ ինտուիցիա, բայց երբեմն կարող եք կախված լինել շրջապատի կարծիքից։ Իսկ ընդհանուր 3-ի էներգիայի ներքո, հա, չմոռանամ ասել, որ 30-ի էներգիան էլ դա 3-ը, հենց ինքը Յուպիտերի էներգիան է։ Բավականին հզոր դուք ստեղծագործականություն ունեք արտահայտվելու եւ մարդկանց հետ կապ հաստատելու մեծ կարողություն ունեք դուք։ Իսկ նա հետաքրքիր է այստեղ, որ 12-ը այստեղ մեկին որ գումարում ենք 2, ստանում ենք 3, հա, ավելացնում է ձեր պատասխանատվությունը եւ առաջնորդությունը, դա կապ ունի ձեր 1 թվանշանի արևի հետ։ Իսկ 30-ը ովքեր ծնվել են 30 թվականշանի ներքո, սա ուժեղացնում է ինտուիտիվ եւ մագնիսական ձեր բնույթը։ Եթե այսպիսի բնութագիրը ձեզ ծանոթ է, կխնդրեի ինձ մեկնաբանություններում գրեիք, ինչ ինձ համար հաճելի կլինի։ Ընդհանուր 3 թվի էներգիայի գիտակցական դաշտը դա համարվում է հենց ինքը ստեղծագործականության, ինքնաարտահայտման եւ հումորի թիվը, հա։ Այն նաեւ ասեցի կապված է Յուպիտեր մոլորակի հետ, ինչը նշանակում է, որ դրա կրողները այս մոլորակի հաճախ օժտված կարող եք լինել ընդարձակ մտածողությամբ եւ բացեք նոր գիտելիքների եւ գաղափարների համար։ Ընդհանրապես 3-ի էներգիան տիպիկ արտահայտվում է կերպ, հա, այսինքն ձեր խոսքի եւ մտքերի ազատության, սոցիալական ակտիվության, ստեղծագործ եւ գեղարվեստական մտածողության, հեշտությամբ կապեր ստեղծելու ունակություններ դուք ունեք։ Սակայն այստեղ գիտակցական մակարդակում ունեք նաեւ որոշակի մարտահրավերներ։ Դա ինչի հետ կարող է կապ ունենալ ցրվածության, տարբեր գաղափարների պատճառով, խորության պակաս, մակերեսային մոտեցման վտանգ եւ հաճախ ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը ձեր, ինչը երբեմն կարող է անհարմարություն առաջացնել։ Ընդհանրապես, երբ 3-ի էներգիան ներդաշնակ է, մարդը ինչ կարող է դառնալ։ Մեծ հռետոր արտիստ կամ առաջնորդ, հա, երբ էներգիան դուրս է գալիս բալանսից, այստեղ մարդը կարող է դառնալ մակերեսային եւ ինքնակենտրոն եւ անկայուն։ Ծնված 12-ին գիտակցականի էներգիան մենք այսպես կարող ենք վերլուծել, որ մեկին գումարում ենք 2, ստանում ենք 3, հա, նորից եմ կրկնում։ Մեկը դա արևն է, 2-ը դա լուսին մոլորակն է եւ 3-ը դա Յուպիտերն է։ Կներեք, ուրեմն մեկը ինչի հետ կապ ունի, 1 թվանշանը ձեր առաջնորդության, լիդեր լինելու, ձեր ինքնավստահության եւ նախաձեռնություններ, հա, անելու համար։ 2-ը դա մարդկանց հետ ներդաշնակ լինելու, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու եւ զգայունության։ Իսկ երբ որ մեկը հա ձեր ուրեմն առաջնորդության բնույթը միախառնվում է 2-ի ներդաշնակ էներգիայի հետ, այստեղ կարող է առաջանալ պատասխանատվության եւ ինքնաարտահայտման միջև հավասարակշռության կարծիքը։ 12 թվանշանի ներքո ծնված մարդկանց մոտ գիտակցական խնդիրներն ու հնարավորություններն այն է, որ դուք կարող եք լինել առաջնորդներ, բայց նաեւ լավ
թիմում էլ կարող եք աշխատել։ Ուժեղ ինտուիցիա ունեք եւ զգայունություն շրջապատի մարդկանց նկատմամբ։ Կարող եք լինել բավականին ստեղծագործական եւ կազմակերպության յուրահատուկ համադրություններ ունենալ։ Ինչը ես խորհուրդ չէի տա ձեզ ուրեմն նեգատիվի պահով երբեմն կարող եք ունենալ ներքին հակասություններ առաջնորդության եւ հետևելու միջև։ Տարբերեք սրանք եւ հոգեբանական ճնշվածություն սեփական ձեր սպասելիքների եւ շրջապատի պահանջների միջև։ Ծնված 30 կապ չունի որ ամսին, եթե դուք ծնվել եք, այստեղ խորքային գիտակցական էներգիան է։ Այսինքն 30-ը դա յուրահատուկ թիվ է, քանի որ այն կարող է ներկայացնել զուտ 3 մաքուր էներգիան եւ ուժեղացված 0-ի աբնուլենիա է կոչվում։ Ազդեցությամբ 0-ն այստեղ ամրապնդում է բազային էներգիան 3 թվանշանի տալով խորը եւ ինտուիտիվ կապ տիեզերքի հետ։ Ես եմ զարմանում, որովհետեւ իմ փոքր աղջկա մոտ շատ ուժեղ դա զարգացած է 30 թվանշանի հետ կապ ունի։ Հեռավորության վրա ինքը կարողանում է կարդալ մարդկանց մտքերը եւ 1-ից մինչեւ 1 միլիոն թվանշան մարդիկ կարող է թիվ պահեն եւ ինքը այդ թվերից մեկը կամ ինչքան շատ լինի, ինքան ինքը շատ ասում է, մարդիկ զարմանում են, ասում են այդ ինչպես, որովհետեւ բավականին ինտուիտիվ զարգացած է։ Նայեք 30 թվանշանի ներքո ծնվածների գիտակցական թրթիռները դա հաղորդակցման եւ ստեղծագործ ձեր էներգիան է, որը ուժեղացնում է հենց 0-ի բաց ներուժով, այս մարդիկ ունեն բնական մագնիսականություն, նրանք կարող են ներգրավել մարդկանց նույնիսկ առանց ինչ-որ հատուկ ջանքերի։ Բավականին դուք կարող եք լինել ինտուիտիվ եւ հաճախակի կարող եք զգալ էներգետիկ հոսքեր առանց գիտակցելու, թե դա ինչպես է դա տեղի ունենում, բնազդորեն շատ ճիշտ որոշումներ կարող եք ընդունել ձեր կյանքում առաջնորդվելով ձեր ներքին ձայնով։ Ձեր գիտակցական խնդիրներն ու մարտահրավերն են, սիրելի 30-նյակներ, բարդ կարող է լինել, որ դուք կենտրոնանաք կոնկրետ ինչ-որ նպատակների վրա մեծ ներուժի պատճառով։ Մարդկանց կարծիքը այստեղ միգուցե հաճախ, կարող է ազդի ձեր ինքնագնահատականի վրա եւ հաճախ այստեղ բաց կարող է լինեն ձեզ մոտ նոր հնարավորությունների համար, բայց դուք կարող եք դժվարանաք ավարտին հասցնել ձեր գործերը։ Ամենայն դեպս 30 թվանշանը սովորաբար համարվում է բավականին կրեատիվ։ Ինչն է հետաքրքիր, ձեր կոդը, հաջողության մի փոքր խոսենք, ովքեր ծնվել են 3, 12 եւ 30 թվանշանի ներքո, ձեր ֆինանսական հաջողության կոդերը կապված են հենց ձեր հիմնական էներգետիկ թրթիռների, ինչպես նաև Յուպիտերը, եւ առատության մոլորակի ազդեցության հետ։ Յուպիտերը ինքը մեծացնում է առատությունը, ստեղծելով ճիշտ էներգետիկ ուղղությամբ։ Ովքեր ծնվել են 3 թվանշանի ներքո, ձեր ֆինանսական կոդի հաջողությունն է, ուրեմն հանդիսանում հաղորդակցության, ստեղծագործության եւ ինքնաարտահայտման ձեր թիվը։ Ֆինանսական հաջողության համար այստեղ 3 թվանշանի կրողները պետք է կենտրոնանան իրենց հոսքի ստեղծագործ հմտությունների եւ սոցիալական կապերի վրա։ Մի խորհուրդ տամ ձեզ, որտեղ որ կլսեք իրենց համարում են թվահոգեբան, ասելով այս թվերը ձեզ ներկայացնելով, որ սա ձեր հաջողության թիվն է, իրենք չարաչար սխալվում են, ուրեմն ասեմ ինչու։ Իմ թվանշանը գիտեք 9-ն է, բայց դա կապ ունի նաեւ 5 թվանշանի հետ։ Այսինքն, այստեղ թվեր կան, որը մեկի հետ կապ ունի։ Դրա համար ամեն մի տգետի մի լսենք։ Անցնենք առաջ։ Ինչն է հետաքրքիր, որ
Դուք պետք է կենտրոնանաք ձեր խոսքի ստեղծագործ հմտությունների և սոցիալական կապերի վրա։ Ձեր ֆինանսական հաջողության բալանին է ստեղծագործ մասնագիտություն, այսինքն արվեստն է, գրականությունը, երաժշտությունը և մարքեթինգը։ Խոսքի ուժով գումար վաստակելու նաև ունակություն կարող է դուք ունենաք, տրեյնինգներ օրինակ, խոսնակ դասավանդում և այլն։ Այստեղ նաև կապ կարող է լինել հումորի, և հմայքի միջոցով մարդկանց գրավելու հնարավորություններ, ակտիվ շփումների, կապերի հաստատման և հաճախորդների ցանցի ընդլայնման։ Ինչ խուսափելու կետեր ես ձեզ կարող եմ առաջարկել։ Ցրվածություն, տարբեր նախագծեր սկսեք, բայց չավարտեք։ Դա արդեն սխալ կաշխատի ձեզ համար։ Երկրորդը, եթե վատ ֆինանսական պլանավորում կա ձեր մոտ, մեկ կարող եք մոռանալ գումարի կառավարման մասին։ Սա նեգատիվն է, որը պետք չի օգտագործեք։ Երրորդ, դա կրեատիվության գերակայություն առանց որևէ պրակտիկ ռազմավարության։ Չի կարելի ոչ մի ֆինանսային հաջողության հասնել։ Հաջողության ձեր կոտը, ինքնահետաքրքիր, ովքեր ծնվել են 12 թվականի ներքո, ձեր ֆինանսական հաջողության կոդը կներեք, սիրելի հետևորդներ։ Ոտ ցավում է մի փոքր այսօր, շատ եմ քայլում։ Գրում է առաջին, դա առաջնորդության երկուսի, համագործակցության կոլեկտիվայինի հետ էլ այստեղ կապ ունի էներգիան, որոնք վերջնական ձեր արդյունքում կարող են բերել 3-ի, այսինքն ստեղծագործության թրթիռի մեջ։ Այս համադրությունը ինքը բավականին ֆինանսական հաջողության համար կարող է պահանջել ինչ հավասարակշռություն, ձեր երկու թիվը ճիշտ օգտագործելն է։ Հենց երկու թիվն է հավասարակշռությունը։ Ձեր ֆինանսական հաջողության բալանին է բացառիկ առաջնորդական հմտությունները և ղեկավարել սեփական նախագիծ, համագործակցության ուժ թիմի ստեղծում և կառավարում, համագործակցության ուժը բացի նոր միգուցե շուկաների հետ կապված, և հնարավորությունները ինչ-որ բացահայտում խոսքի ինտուիցիայի միջոցով, ֆինանսական հոսքերի կառավարում օգտագործելով ռազմավարական մտածողություն։ Ձեր խուսափելի կետերը, որը պետքա լինի, չափազանց անկախությունը համագործակցությունից խուսափելով, վստահության բացակայության թիմի նկատմամբ, վճռականության պակաս, ֆինանսական ինչ-որ որոշում կայացնելուց։ Ձեր հաջողության կոդը դուք պետք է կարողանաք կառուցել կայուն թիմ և վստահեք ձեր թիմակիցներին, պետք է կիրառեք ձեր ինտուիցիան, ներդրումային ինչ-որ հնարավորություններ գտնելու համար, կառավարեք ֆինանսային ձեր հոսքերը հստակ նպատակներ սահմանափակելով, Իսկ ընդհանրապես 3 թիվը այդ դեպքում կոդը ձեր արտահայտեք ձեր գաղափարները խոսքի կամ գրելու միջոցով, օգտագործեք սոցիալական մեդիան ձեր ազդեցությունը մեծացնելու համար, միշտ ունենաք հստակ ինչ-որ ֆինանսական ռազմավարություն եկամուտը ձեր կառավարելու համար, հարգելիներս։ Անցնենք թիվ 30 նշանի ներքո, ովքեր ծնվել են, ձեր հենց ամսվա առաջին թվանշանի մասին է խոսքը, ձեր հաջողության կոդը որն է, 30-ը ասեցի, բավականին շատ հզոր թիվ է, ֆինանսական հաջողություններ ունենալու համար, այստեղ ձեր սոցիալական ազդեցությանը մարդկանց հետ աշխատելու միջոցով դուք կարող եք անել, դա որն է, գովազդները, մեդիան, մարքեթինգը, նաև մեծ հարթակների վրա ձեր ներկայությունը, ստեղծագործական նախագծերն, ձեր արվեստը, երաժշտությունը, թրենդները ստեղծելը, ինտուիտիվ ներդրումներ կարող եք անել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում լինելով։ Խուսափելու կետերը դրանք, որոնք կարող են լինել կախվածություն հիշողությունից, մոռանալով պրակտիկ հաշվարկների մասին, սրան ուշադրություն դարձրեք,
Միգուցե կարող են լինել ձեզ մոտ նաև հնարավորությունների սխալ գնահատում, չափազանց մեծ ռիսկերի գնալով եւ ինքնավստահության պակաս, երբ շրջապատը ձեզ չի աջակցում։ Ձեր հաջողության կոդը նա է, որ դուք պետք է օգտագործեք ձեր մագնիսական ազդեցությունը մարդկանց ներգրավելու համար։ Մագնետիզմ պետք է լինի, հասկանում եք։ Հստակ նպատակներ սահմանեք ֆինանսական կայունության համար եւ լսեք ձեր ինտուիցիային, եթե ինչ-որ ներդրումներ եք կատարում դրանից առաջ։ Ընդհանուր հաջողության ռազմավարությունը, ովքեր ծնվել են 3, 12 եւ 30 թվանշանի ներքո, ուրեմն առաջինը ձեր խոսքի ուժն է, որ պետք է օգտագործեք ճիշտ հաղորդակցումը, որը ձեզ կբերի ֆինանսական հոսք։ Երկրորդը սոցիալական կապերի ընդլայնումը, այսինքն մարդկանց հետ շփումը, կարող է բացել ձեզ մոտ նոր հնարավորություններ։ Երրորդը դա ստեղծագործ էներգիայի ձեր ներդրումն է, այստեղ պետք է կիրառեք ստեղծագործ հմտություններ ձեր բիզնեսի մեջ։ Չորրորդը դա պետք է լինեք բավականին պատասխանատվություն կրեք, ֆինանսական ձեր որոշումները այստեղ պետք է հիմնված լինեն ձեր հաշվարկների վրա։ Գումարը հաշվել է սիրում, կարծում եմ հասկացաք։ Իսկ 5-րդը դա ձեր ամենահզոր զենքն է, ինտուիցիայի կիրառումը։ Պետք է լսեք ձեր ներքին ձայնին նոր հնարավորություններ բացահայտելու համար։ Ես ձեզ համար մի հետաքրքիր ծիսակարգ կարող եմ ասել, ինչը ձեր էներգիան կարող եք այդպես ակտիվացնել, օգտագործելով հենց Յուպիտերի օրը, այսինքն 5-շաբթի այս ծեսի համար։ Դուք կարող եք միայն դա կատարել աճող լուսնի ժամանակ մինչև լիալուսինը։ Կարող եք վառել առաջինը կապույտ մոմ, դա հաջողությունը հրավիրելու համար է։ Վրան երկրորդը, վրան պետք է գրեք թիվ ձեր 3-ը կամ 12 կամ 30 ըստ ձեր թվի եւ ցանկության, այստեղ կապած ձեր ֆինանսային հաջողությունների հետ, նայած ինչ եք ուզում, հստակ պետք է դուք դա գրեք եւ ասում եք Յուպիտեր, մոլորակի մասին է խոսքը, չեք ասում Յուպիտեր մոլորակ, այլ ասում եք Յուպիտեր, ընդլայնիր իմ հաջողությունը, թող իմ խոսքը դառնա հարստություն, թող առատությունը լցնի իմ կյանքը, այսպես է, այսպես էլ կլինի։ Եվ թողում եք վերջում մոմը այրվի մինչև վերջ։ Ինչ անել դրանից հետո, մինչև դա նաև վիզուալիզացիա արեք, որ դուք հարուստ եք եւ հաջողակ եք։ Ընդհանրապես 30 էներգիան հատկապես հզոր է մագնիսական ազդեցության համար, այստեղ հետևաբար, եթե աշխատում ես խոսքի օրինակ 30 թվանշանի էներգիայի հետ, այստեղ պետք է կենտրոնանաս մարդկանց հետ հարաբերությունների, այսինքն մեդիայի ազդեցության եւ ստեղծագործ նախագծերի վրա, ֆինանսական հաջողությունների համար։ Չմոռանանք, որ ես 3 ռուսերեն ռազմոր եմ առել, կանխատեսում Բրիհաննայի թվանշանները հաշվելով, որտեղ ես տեսա նրա թիվը 3-ն էր եւ դա նաեւ կապ ունի տաղանդի, ստեղծագործականի եւ նրա երաժշտության հետ, նրա խարիզմատիկ լինելու հետ, այնպես որ զարմանալի ոչինչ չկա, Եվ այստեղ դա լավ կարող եք օգտագործել ձեր ֆինանսական հաջողության համար։ Ես այսքանով ձեզ բավականին խորը բնութագրեցի, սպասեմ ձեր կարծիքներին, մեկնաբանություններին, ինչ ինձ համար շատ հետաքրքիր կլինի։ Լսեք ճիշտ աղբյուրից, ճիշտ գիտելիք տվող ժամանակակից թվագետներից, որովհետև միայն մենք կարող ենք ձեզ տալ ճիշտ գիտելիք, որպեսզի մի փոքր դուք ձեր գիտակցականը շատ լավ ճանաչեք, հասկանաք, միգուցե ինչ-որ բան դուք այն չեք մտածում, սխալ եք օգտագործում այս վիբրացիաները ձեր բավականին ուժեղ, դրա համար որոշ մարդկանց կյանքում չկա հաջողություն։ Հաջորդիվ ես արդեն այսպես քիչ-քիչ օրեկան ձեզ այսպիսի, ովքեր ծնվել են այս այն նշանների ներքո, ձեր հաջողության կոդերներ կասեմ, որպեսզի դուք գոնե մի փոքր նաև ձեզ վրա աշխատեք։ Ովքեր կունենան հարցեր մատրիցայի համար, նաև կարող եք դիմել ինձ
Եվ ես ձեզ կարող եմ բացատրել, թե ինչպես կարող եք դուք ձեր անձնական կոդը, որը կապ ունի այս բոլոր թվերի մեջ, ամիս, ամսաթիվ, տարեթիվ, դա ինչպես դուք կարող եք ակտիվացնել տարբեր ոլորտների հետ կապված այդ թվանշանները, որոնք 4-ն են, եւ ինչպես կարող եք շատ արագ հաջողությունների հասնել։ Չմոռանաք, որ ես սովորել եմ Կեյտուի ժամանակակից թվահոգեբանությունը եւ այսօր ես ներկայացնում եմ ձեզ հենց Կեյտուի ժամանակակից թվահոգեբանության գաղտնիքները, թե ինչպես դուք կարող եք հասնել շատ արագ լավ փոփոխությունների, գիտակցելով ձեր էներգիան, ձեր հաջողության կոդը, որպեսզի փոխվեք, գիտելիքներ ձեռք բերեք, չմոռանանք 3 թիվը, դա նաև կարող է լինել ինչ-որտեղ ուսուցիչ, աշխատել շատ երեխաների հետ, շատ մարդկանց հետ, կարող է լինել գուրու, բայց միշտ անալիզ արեք։ Այսօր այսքանը, սիրում եմ ձեզ, հաջողակ եղեք, սիրելի երեքնյակներ եւ երջանիկ։ Ձեզ հետ Ինարա, Ծովինար, ժամանակակից թվահոգեբաններ։ Այսօր այսքանը, ցտեսություն։